5 ամիս առաջ Տաշիր ընկերությունների խումբը դիմում է Հանրային ծառայության կարգավորող խորհրդին, որպեսզի իջեցնի սակագինը։ Սա իհարկե հիանալի նախաձեռնություն է, փորձելով թեթևացնել հասարակ քաղաքացու սոցիալական հոգսերը։ Մերժում ենք ստանում ու եւս մեկ անգամ, երբ որ փորձում ենք դիմել, ասում են, որ կվերանայենք տարեվերջին։ Նախ նշեմ, որ տարեվերջը արդեն մոտենում է, մենք էլ մեր ձեռքերը ծալած չենք նստել, այսօր եւս մեկ անգամ դիմում ենք ուղարկել, պահանջելով սակագնի իջեցում։ Սա ինչի է շատ կարևոր, որովհետեւ մոտենում է ձմեռ, ջեռուցման սեզոն, մարդկանց համար շատ կարևոր է այդ կոմունալ հոգսը մի քիչ թեթևացնել։ Իսկ Տաշիր ընկերությունների խումբը տեսել է այդ հնարավորությունը, որ կարող ենք քաղաքացու համար հոսանքի լույսի փողը իջեցնել։ Պետությունը մերժել է, կառավարությունը մերժել է, ինձ թվում է շատ լավ հասկանում ենք ինչու, այն կոնտեքստում, որ պետությունը փորձում է, այս պահին իշխանությունը փորձում է ոչ միայն յուրացնել այն բոլոր պետական մարմինները, այլ նաև հանրային այն կառույցները, որոնք որ այս կամ այն կերպ ազդում են հասարակ բնակչի կենցաղային կյանքը բարելավելու վրա, ու այս կոնտեքստում իր քաղաքական թեզն է առաջ տանում ու շատ հնարավոր է, օրինակ մեր կանխատեսումների մեջ մտնում է նաև այն, որ ընտրություններից առաջ սա իրենք մի խայծ կսարքեն, իրենք կիջացնեն, կեժանացնեն հոսանքի գինը ու այսպես ասած ճակերտավոր լավամարտն իրենք դուրս կգան, բայց մենք հեշտ հանձնվողներից չենք, մենք մեր ձեռքերը ծալած չենք նստում, ինչպես նշեցի, այսօր արդեն դիմումը եւս մեկ անգամ ուղարկել ենք Հանրային ծառայության խորհրդին, պահանջում ենք սակագնի իջեցում, շարժումը երեկվանից ֆլեշմոբ է մեկնարկել, իջեցու սակագինը վերտառությամբ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են, բոլոր այն անձիկ, ովքեր գտնում են, որ սա շատ ճիշտ քայլ է, կարող են միանալ ու միասին հասնենք այս մեր հոգսի փոքրիկ թեթևացմանը, ձմռանն ընդառաջ։